Հովաննավանքի շուրջ լարվածությունը չի նահանջում։ Այսօր էլ են Ստեփան Ասատրյանի աջակիցներն ու ոստիկանները հավաքվել Հովաննավանքում։ Այդտեղի նախկին հոգևոր հովիվ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը իր հայոյախոս աջակիցների ակցիայից հետո Հովաննավանի ու Շիի բնակիչներին Facebook-ում կոչ է արել պահպանել Հովաննավանքի հոգևոր աղոթական միջավայրը։ Չնայած կարգալույծ եղած քահանան ըստ Մայրաթորի դիվանատան երեկվանից չի կարող սքեմ կրելու խորան բարձրանալ, Ստեփան Ասատրյանը շարունակում է իրեն քահանա եւ հոգևոր հովիվ անվանել։ Ստեփան Ասատրյանի հայոյախոս աջակիցների շարքերում ոստիկանների է բացահայտել պոլիտիկեյեմի խմբագիր Բորիս Մուրազին։ Ըստ նրա հրապարակումների ոստիկանության Արագածոտնի բաժնի ծառայողները քաղաքացիական հագուստով մասնակցել են նախկին քահանայի գլխավորած ակցիային Հովաննավանքում, երբ Արագածոտնի թեմի հոգևորականներն այդ եկեղեցի են գնացել Մայրաթորի դիվանատան ծանոթագիրը նախկին քահանային փոխանցելու։ Ինչպես պատմել էինք, Ստեփան Ասատրյանի աջակիցները քաշքշել հրել էին հոգևորականներին, փակել էին եկեղեցու դռները օծյալ կանոնների առաջ, հայոյել էին կարգալույծ եղած Ստեփանի գործողությունները լուսաբանող լրագրողներին։